Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում, մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիետերները պահպանվում են իմ YouTube-ի անալիքներում, Instagram-ում, Facebook-ի անալիքներում, Одноклассникում, Կոնտակտում, TikTok-ի անալիքներում, Telegram-ի անալիքներում։ Գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, հմայախոսություններ, ծիսակարգեր, կանխատեսումներ, որը ես ձեզ սրտե նվիրում եմ։ Գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Ինչի համար եմ այժմ սիրելիներս ցանկանում ձեզ հետ զրուցել։ Ցանկանում եմ խոսել մոգական էներգետիկայի, կախարդական էներգետիկայի, նեգատիվ էներգետիկայի կապը կախվածությունների հետ կապված, որովհետև մեզանից յուրաքանչյուրը տարապես մարդկությունը տեսնում է տարբեր տեսակի կախվածություններ ունի։ Կախվածություններ թմրանյութերից, կախվածություններ տեղերից, կախվածություն մարդկանցից, կախվածություն անձնական հարաբերություններից, կախվածություն սեռական հարաբերություններից, ընդհանրապես մարդը իր էությամբ այնպիսի էներգետիկա ունի, որ ինքը անընդհատ ինչ-որ բանից կախված է։ Եթե մարդու բիոէներգետիկ դաշտը մաքուր է, մարդու ցանկանում եք ինձ հաշվ տալ ուղիետերից մեջ։ Ես ցանկանում եմ այս ուղիետերը ինչ որ պատրաստել եմ դրանով սկսեմ խոսել, հետո արդեն ուղիետերի ընթացքում կփորձեմ ձեր հարցերի պատասխանել։ Կմտնեմ նորից ուղիետերներ և կսկսեմ ձեր հարցերի պատասխանել։ Չնայած դուք ինձ մտքափոխ արեցիք, ես փորձելու եմ ձեր հարցերին պատասխանել։ Ինչքան ակտիվ լինեք, ինչքան հարցեր ունենաք, ես կփորձեմ այս աշխատանքային ժամանակահատվածում ձեր այդ հարցերին պատասխանել, իսկ այդ ձայնագրությունը ինչի մասին որ ցանկանում եք այդ ձայնագրությունը կատարել, դա կանեմ հետո։ Խնդրում եմ ակտիվ եղեք, ինչ հարցեր ունեք, ձեր այդ հարցերը տվեք։ Կփորձեմ ինչքան հնարավոր է իմ հնարավորությունների սահմաններում այդ հարցերին պատասխանել։ Ուղղակի դուք էլ ակտիվ եղեք, ձեր նվերները, ձեր լայքերը, դրանք շատ կարևոր են։ Ես ընդհանրապես իմ ուղիետերների մեջ չեմ գցում իմ հաշվի համարը, չեմ գտնում դա հարմար, որ իմ հաշվի համարի վրա փոքր ինչ-որ գումարներ նստեն այս ուղիետերների ընթացքում, բայց ձեր լայքերը, ձեր նվերները դրանցից երբեք չեմ հրաժարվի, որովհետև այդ լայքերը, այդ նվերները, այդ դրական նշանները, դրանք մեր մեջ փոխադարձ էներգիայի փոխանակման միջոց է։ Խնդրեմ, ինչքան հնարավոր է ակտիվ եղեք, տվեք ձեր հարցերը և ես ձեր հարցերին կփորձեմ պատասխանել։ Հարց վերաբերվում երազներին։ Ես ընդհանրապես և քարտերով եմ նայում, և ռունաներով եմ նայում, և մարդու բիոէներգետիկ դաշտով եմ նայում, աստղաբանական հաշվարկներ եմ կատարում, թվաբանական հաշվարկներ եմ կատարում, աստղային մատրիցան եմ մարդկանց կազմում, ամեն ձևով կարողանում եմ, փորձում եմ ձեզ օգնել։
մայո նայում եմ եւ տարող քարտերով եւ ռունաներով, բայց հիմնականում ինֆորմացիա ստանում եմ վերին ուժերից, ուղղակի այդ քարտերը դրանք ինձ համար ոնց որ անտենաներ լինեն, որ կարողանում եմ դրանց միջոցով ավելի լավ ինֆորմացիա ստանալ։ Եթե դուք ձեր երազին անծանոթ մարդ եք տեսնում ու ընդհանրապես այդ մարդուն չգիտեք, դա ցույց է տալիս, որ հնարավոր է ձեր կյանքի մեջ նոր փոփոխություններ մտնի, որոնք դուք երբեք չեք պատկերացնի, որ հնարավոր է նման իրավիճակներ լինի։ Եթե 34 տարեկան եք եւ ծնմուց ստացվում ձեր ամուսնությունը, կարող է պատահի ինչ-որ նեգատիվ կա, որ չի թողնում, որ ձեր ամուսնությունը իրականանա։ Դրա համար պետք է անպայման մասնագետի, պայծառատեսի, էքստրասենսի դիմեք, որպեսզի ինքը հասկանա ինչն է պատճառը։ 34 տարեկանը դա այդքան էլ, գիտեք ինչ, ինքը արդեն այդքան էլ փոքր տարիք չէ, պետք է արդեն դուք շուտվանից ամուսնացած լինեք, դիմեք մասնագետի, կարող եք եւ ինձ դիմեք, ես տեսնեմ ինչն է պատճառը, որպեսզի կարողանանք այդ ուղղությամբ աշխատենք եւ կարողանանք ձեզ այդ խնդիրները լուծել եւ ձեզ դուրս հանել։ Ես հիմա պատասխանում եմ ձեր հարցերին, ոչ թե նայում եմ, եթե դուք ինչ-որ հարց ունեք, որ ձեզ հետաքրքրում է, կախված պայծառատեսության, էզոտերիկայի, բիոէներգետիկ դաշտի, երազների, ամբողջ տիեզերքի մասին, ինչ հարցեր ունեք, տվեք այդ հարցերը, ես ձեր այդ հարցերը կպատասխանեմ։ Ինչպես ընտրել ճիշտ ամուսին, շատ հետաքրքիր հարց եք տվել սիրելիս, ընդհանրապես շատ կլինի, լավ կլինի, որ դուք հաշվարկ անեք եւ աստղաբանական հաշվարկ ձեր հորոսկոպով եւ հասկանաք, որ հորոսկոպի, որ կենտրոնակերպի նշանն է ձեզ համար, որպեսզի կարողանաք եւ ճիշտ ընտրություն կատարեք։ Բացի դրանից, մարդը ինքը ունի ներքին ինտուիցիա, որի միջոցով ինքը հասկանում է, որն է իր համար ճակատագրականը, որ ազնվորությունն է, որ իր համար ճակատագրով տրված է եւ մարդը իր ներքին ինտուիցիային լսելով չի կարող պատահի, որ սխալ գործողություններ կատարի, սխալ մարդու հետ հանդիպի։ Իսկ եթե մարդը սխալ որոշումներ է կատարում, ուրեմն այդ մարդու վրա կա նեգատիվ էներգետիկա, թուղթուգրեր անեցներ, որ այդ մարդուն տանում են սխալ ուղղությամբ։ Ծունոտ լեր ընդհանրապես ծունը երազի մեջ դա նշանակում է ման։ Եթե դուք եք գնում դեպի ծունոտ լեր, հնարավոր է, որ առողջական խնդիրներ ունենաք, ուշադիր եղեք։ Իսկ եթե դուք չեք գնում դեպի ծունոտ լեր, այլ տեսնում եք որևէ մեկին, որ դեպի ծունոտ լեր է բարձրանում, հնարավոր է այդ անձնավորության մոտ մալ լինի կամ առողջական խնդիրներ լինի։ Սիրելի Աննա, որպեսզի իմանաք ձեր ոչ երջանիկ լինելու պատճառը ինչն է, պետք է ձեզ համար անհատական նայեմ, տեսնեմ խնդիրը ինչումն է, որ ցույց տամ, թե դուք ինչպիսի ուղղությամբ գնաք։ Ընդհանրապես ջրոցների տարերկը դա ուտի տարերկն է եւ լավ կլինի, որ ջրոցները իրենց անձնական հարաբերությունը կազմավորեն նույնպես ուտի տարերկի տակ ծնված մարդկանց։ Դա կարող է լինեն եւ կշերտները, ինչպես նաեւ կարող են լինել երկվոյրակները։ Նրանց մեջ փնտրիկ ես հարմար անձնավորություն։ Ցուլերի տարերկը դա հողի տարերկն է։ Ցուլերի համար լավ կլինի ճիշտ է, ցուլերի մոլորակը դա Վեներա մոլորակն է,
ռոմանտիկ մոլորակի տակ են ծնված ցուլերը իրենց համար լավ կլինի որ իրենք իրենց անձնականը կազմակերպեն եւ հողի տարերքի մարդկանց հետ դա կարող է լինել եւ կույսերը կարող են լինել եւ այծեղջյուրները նաեւ կարող են լինել օդի տարերքի տակ ծնված մարդիկ ընդհանրապես ձեր այդ հարցին կոնկրետ պատասխան տալու համար սիրելիս երբ որ աստղային քարտեզը մեկնարկում եմ ես տեսնում եմ այնտեղ ցույց է տալիս թե ձեր համար ամենալավ ճակատագրական նշանը որն է, որովհետև շատ է կարևոր դուք երբ եք ծնվել, ժամը քանիսին եք ծնվել, որտեղն եք ծնվել, ինչպիսի կոորդինատների տակ եք ծնվել, նույնիսկ մի կոորդինատի, մի աշճանի փոփոխությունը, րոպեի փոփոխությունը մարդուն լրիվ ուրիշ մատրիցա է ցույց տալիս, ուրիշ աստղային քարտեզ է ցույց տալիս։ Դրա համար պետք է սիրելիս անպայման անհատական ձեր աստղային քարտեզը նայեմ եւ ասեմ որն է ձեր համար ճակատագրական զույգը գլխին պսակ տեսնելը երազում գլխին լուսավոր պսակ տեսնելը դա ցույց է տալիս որ հնարավոր է որ դուք անձնական երջանկություն ունենաք հնարավոր է որ դուք ինչ-որ նպատակներ ունեք այդ նպատակներին հասնեք այդ երազներին հասնեք նաև հնարավոր է եթե ամուսնացած չեք ամուսնություն Ընդհանրապես սիրելիս, եթե մարդիկ ծնվում են կարիչ համաստեղության տակ, դա ցույց է տալիս, որ այդ ազգի մեջ կա տոմական անեզք։ Կարիճները լակմուսի թղթի պես մտնում են այդ մարդկանց տան մեջ եւ ցույց են տալիս, որ այստեղ խնդիրներ կա, այստեղ խնդիրներ կա։ Առաջերտին կարիճները պետք է մի հատ մակրման գործողություն կատարեն, որ ինչ որ իրենց վերևից տված է, դա իրենց հասանելի լինի։ Սովորական մարդիկ չեն հասկանում ինչ է նշանակում, երբ որ երեխան ծնվում է կարիճ համաստեղության տակ։ Իսկ էզոտերիկները տեսնում են, եթե տան մեջ ազգության մեջ ծնվում են կարիճներ, ազգը խնդիրներ ունի, ազգը մակրման ենթակա է։ Ընդհանրապես, եթե 30 նամակը գրություն եք տեսնում սիրելիներս, դա նշանակում է ինչ-որ մեկի հետ կապված տեղեկատվություն, հաղորդագրություն ստանալ։ Եթե այդ մարդուն ճանաչում եք, ուրեմն Իրանից կստանալ։ Եթե այդ մարդուն չեք ճանաչում, հնարավոր է այդ ուրիշ մարդուց ձեզ համար շատ կարևոր տեղեկատվություն լինի։ Հեռախոս նվեր ստանալ, ինչ-որ շատ կարևոր լուր կստանալ, որը ձեզ համար շատ նշանակալից կլինի։ Տվեք ձեր հարցերը, ես այսօր մտել եմ լրիվ ուրիշ ուր ետեր, ցանկանում էի մարդկային կախվածության համար տեսահոլովակ ձայնագրել, բայց նկատեցի, որ շատ մարդիկ հարց են տալիս, կոնկրետ հարցեր տվեք, ինչն է ձեզ հետաքրքրում, պայծառատեսության, էզոտերիկայի մասին, բիոէներգետիկայի մասին, աշխարհի մասին, էներգետիկայի մասին, բացասական, դրական։ Ընդհանրապես, երբ որ մարդը երազում տեսնում է կատուն եւ ինքը իրեն վատ է զգում, վախ է զգում, դա ցույց է տալիս, որ հնարավոր է ձեր վրա նեգատիվ էներգիայի առկայություն կա։ Կատուն ինքը ոչ երազի մեջ կենտանի ժամանակահատվածում կատուն լավ կենտանի է, ինքը իր բիոէներգետիկ դաշտով մաքրում է ու բիոէներգետիկ այդ դաշտը, ինքը նույնիսկ ձեր վրայից վերցնում է ձեր հիվանդությունները, խնդիրները, բայց երբ որ երազում տեսնում եք կատու, հատկապես սև կատու, եթե երազը ձեզ ծանր է նստում, վախ եք զգում, դա ցույց է տալիս, որ ձեր վրա ինչ-որ մեկը սև մոգություն է կատարել։ Եթե շուն եք տեսնում երազի, դա հավատարիմ մարդու նշան է, հավատարիմ մարդու։ Իհարկե, եթե շունը չի հարձակվում,
Եթե հարձակվում եք, կարող եք խնդիրներ ունենալ ձեր կյանքում, ձեր աշխատանքային բնակավարով։ Իսկ եթե ուղղակի տեսնում եք շուն, որը ոչ մի վատ բան չի անում, չի կծում, չի հաճում, ուրեմն ձեր կյանքի մեջ կմտնի հավատարիմ անձնավորություն։ Շան ցակուկներ են, թե կատվի ցակուկներ։ Այո, ես կարողանում եմ տեսնել տղան, աղջիկը, կինը, տղամարդը իրենք համատեղել են, թե ոչ։ Ես անհատական կազմում եմ այդ մարդկանց աստղային կարդեզը, աստղային մատրիցան եւ այդը ցույց է տալիս։ Այդ մարդիկ համատեղել են, թե ոչ, ճակատագրական են, թե ոչ։ Եվ ինքնըստինքյան ցույց եմ տալիս, արժե այդ մարդիկ ամուսնանան, թե ոչ։ Ընդհանրապես, երբ որ մարդը երազին ուրիշ կին է տեսնում, դա նշանակում է հիվանդություն, դա նշանակում է դժբախտություն, դժվարություն։ Եթե չար կին է տեսնում, հնարավոր է առողջական խնդիրներ ունենանք։ Եթե ուղղակի ոչ ձեր հարսանիքն է, ուղղակի գնում եք հարսանիք, հնարավոր է ուղղակի, գիտեք ինչ, հենց միջոցառման մասնակցեք, հնարավոր է եւ հարսանիք լինի, հնարավոր է եւ կնոջ լինի, տրենդես լինի, ընդհանրապես լավ միջավայրում գտնել է նշանակում։ Այո, ես տարոք քարտերով նայում եմ։ Չար աչքերից հեռու մնալու համար ընդհանրապես ձեզ անհրաժեշտ է պաշտպանիչ թալիսման։ Դուք կարող եք դիմել մասնագետների, ովքեր որ զբաղվում են նման գործողությամբ։ Ես ինքս թալիսմաններ պատրաստում եմ, թալիսմաններ ակտիվացնում եմ։ Ես այդ թալիսմանները պատրաստում եմ յուրաքանչյուր մարդուն իր էներգետիկայի, իր նշանին համապատասխան եւ պատրաստում եմ եւ ակտիվացնում եմ։ Կարող եք ինձ դիմել եւ եթե դուք ունենաք ձեր այդ պաշտպանիչ թալիսմանը, դուք ընդհանրապես ոչ մի խնդիրներ չեք ունենա։ Խնդրեմ հարցեր տվեք, ես հիմա այժմ ոչ թե նայում եմ, այլ ցանկանում եմ իմ սիրելի հանդիսատեսների, իմ սիրելի լսողների ու կնդիրների հարցերին պատասխանել։ Սիրելի խեցգերին պետք է անհատական ձեզ նայեմ, որովհետև խեցգերին չի նշանակում դա խեցգերին։ Խեցգերինը կարող է ծնված լինի Մոսկվայում, Հայաստանում, Աֆրիկայում, տարբեր կոորդինատային աշճանների տակ, տարբեր ժամանակի, տարբեր րոպեների, վայրկյանների ընթացքում։ Եվ ինքնըստինքյան այդ բոլոր խեցգերինները տարբեր են։ Եթե ցանկանում ես անհատական ձեզ նայեմ, պետք է անհատական նայեմ, այդ դեպքում կասեմ դուք ով եք, ինչ աստղի տակ եք ծնված, ինչ կարասկոպի նշաններ ունեք, ձեր տները ինչ են նշանակում, ձեր անձնագանը երբ կբացվի, պետք է անպայման ձեզ անհատական նայեմ, ձեր մատրիցան, աստղային քարտեզը։ Չէ, որոշել եմ հիմա տարոք քարտերով չնայել, որոշել եմ հիմա ուղղակի ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանել։ Հարցեր էզոտերիկայի, պայծառատեսության, տիեզերքի, էներգետիկայի, ձեր երազների մասին։ Եթե դուք ձեր երազում սևոցի սատկացրել եք, դա նշանակում է, որ ինչ որ նեգատիվից ձեր բազատվելու եք, իհարկե Աստծո շնորհիվ, նաև հնարավոր է ձեր այն մարդիկ, ովքեր որ ձեր վատն են ցանկանում, ձեր չեն թողնում, որ դուք լավ լինեք, դուք այդ մարդկանցից կարողանալու եք ձերբազատվել։ Սիրելի ցուլեր, ես արդեն on-line ձայնագրել եմ, թե ցուլերին
հուլիս ամսին ինչ է սպասվում։ Կարող եք մտնել իմ TikTok-յան ալիքները եւ տեսնել այդ տեսած ձայնագրությունը։ Չհասկացա ինչ հարց եք տվել մահացած մարդու տան մեջ։ Ընդհանրապես այսօր չէ որոշել տարող հարցերով նայել, այսօր ցանկանում եմ ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանել։ Ես այսօր ուղի հետեր էի մտել, որպեսզի մարդկանց հետ ցայնագրություն կատարեի, ինչ նեգատիվի պատճառով է մարդկանց մեջ առաջ գալիս կախվածություն, թմրամոլություն, խաղամոլություն, ալկոհոլիզմ, սեռամոլություն, ուղղակի քանի որ տեսա, որ շատ մարդիկ հարց են տալիս, որոշեցի ձեր հարցերին պատասխանել եւ այդ տեսահոլովակը ցայնագրեմ ձեր հարցերին պատասխանելուց հետո։ Իհարկե ինձ հնարավոր է անձնական նամակ գրել, ես եւ TikTok-յան ալիքներում կամ եւ Telegram-յան եւ YouTube-յան ալիքներում գրեք, ես կպատասխանեմ ձեր նամակներին։ Այո, ինձ անձնական նամակներ, ես ընդհանրապես մարդկանց հետ աշխատում եմ եւ օնլայն, եւ տեսազանգով, նաեւ ընդունում եմ մարդկանց։ Տվեք ձեր հարցերը, տվեք ձեր հետաքրքրող հարցերը, ձեր կյանքի մեջ ինչ իրավիճակների հետ է կապված, ձեր երազների, ինչ էներգետիկավոր զգում եք, գրեք, ես ձեր այդ հարցերին պատասխանեմ։ Եթե գրել եք TikTok-ով, հետո կմտնեմ կնայեմ։ Կմտնեմ կնայեմ եւ կպատասխանեմ։ Ակտիվ եղեք, ձեր հարցերը տվեք, ձեր նվերները ուղարկեք։ Ես հիմա չեմ նայում տարող քարտերով, ուղղակի ուղիղ եթերում պատասխանում եմ այն հարցերին, որը ձեզ այս ժամանակահատվածում հետաքրքրում է, պայծառատեսության, երազների, տեսա էզոտերիկայի, աստղաբանության վերաբերյալ հարցեր տվեք, ձեր հարցերին կպատասխանեմ, սիրելիներս։ Եթե ձեր ընտանիքում անընդհատ անհաջողություն է, պետք է անպայման դիմեք մասնագետի, կարող է եւ ինձ դիմեք, որովհետեւ ես տեսնեմ ձեր անհաջողության պատճառը ինչն է։ Գիտեք ինչ, մարդը չի ճնվում, որ ինքը տանջվի։ Մարդը աշխարհ է գալիս ուրախանալու, երջանկանալու, ամուսնանալու, երեխա ունենալու, իր աշխատանքով զբաղվելու, ոչ թե մարդը աշխարհ է գալիս տանջվելու համար։ Եթե մարդը խնդիրների մեջ է գնում, տանջվում է, ուրեմն ինչ որ նեգատիվ կա, որ չի թողնում Աստծո տված բարիքը այդ մարդուն հասանելի լինի։ Պետք է նայեմ, տեսնեմ ինչն է պատճառը, որ կարողանանք այդ խնդիրները վերացնել, մաքրել եւ դուք ավելի երջանիկ ու լավ կյանքով ապրեք, ինչ որ ձեզ տիեզերքը տվել է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Գրեք, ես ձեզ ձեր անձնականով անպայման կպատասխանեմ։
Տվեք ձեզ հետաքրքրող հարցերը ձեր երազների մասին, ձեր էներգետիկայի մասին, ձեր կանխազգացումների մասին, եթե ինչ-որ հարցեր կա, կպատասխանեմ։ Եթե դուք երազում երկրից դուրս եք գալիս, հնարավոր է ձեր դեմ նոր հնարավորություններ բացվի, եթե նույնիսկ ինչ-որ երազակներ, նպատակներ ունեք, այդ երազակները, նպատակները չեն կատարվում, հնարավոր է լինի ժամանակահատված, որ դուք հասնեք ձեր երազներին, ձեր նպատակներին։ Նաև հնարավոր է իրոք երկրից դուրս գաք։ Ակտիվ եղեք, ձեր լայքերը ուղարկեք, երազում ինչ է ուրիշին տար, ցեխը, եթե երազում ցեխը տեսել եք ցեխ եւ տվել եք ուրիշին, հնարավոր է որ ինչ-որ խնդիրներ լինի, դուք այդ խնդիրներից ձերբազատվեք, մաքրվեք այդ խնդիրներից։ Բարև ձեզ սիրելիս, եթե դուք օգնության կարիք ունեք, անպայման գրեք իմ անձնական գրեք, ես իմ հեռախոսի համարը կա, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, անպայման գրեք, ես ձեր հարցին կպատասխանեմ, կտեսնեմ ինչն է ձեր այդ խնդիրների պատճառը։ Տվեք ձեր հարցերը, եղեք ակտիվ։ Ես այսօր շատ լավ թեմայով պետք է մտնեի, ձայնագրություն կատարեի, զգացի, որ շատ հարցեր ունեք, ձայնագրությունը սկիսադեմ թողեք եւ ցանկանում եմ պատասխանել ձեր բոլորի հարցերին։ Շատ շնորհակալություն։ Եթե ինչ-որ մեկը ձեզ ձեն է տալիս կամ ձեր ոտքերից է քաշում, եթե դա արթուն ժամանակ է, ուրեմն այդ տարածքում նեգատիվ էներգետիկա կա։ Եթե դա նույնպես երազի մեջ է, դա նույնպես ցույց է տալիս, որ դուք ինչ-որ նեգատիվի մեջ եք եւ այդ նեգատիվ էներգիան պետք է անպայման մաքրվի։ Հասկանում եք։ Եթե բարձրացել եք վերև երազում, տեսել եք թռիչք, բարձրացել եք վերև ամբերը, ձեր կյանքի մեջ մեծ հաջողություն է լինելու։ Հա, եթե դուք մութ տեղ նստում եք եւ նման զգացումներ ունեք, դա ցույց է տալիս, որ ձեր վրա կա նեգատիվ, կա թուղթուկիր, որ պետք է անպայման մաքրվեք։ Դուք անընդհատ այդ վախի զգացմունքն եք ունենում։ Անպայման դիմեք մասնագետի, եթե ձեր տարածքում չկա, դիմեք ինձ։ Ես անպայման կտեսնեմ ով է, ինչ է արած, որովհետև դա ցույց է տալիս, որ դուք թուղթուկրի կամ անեծքի տակ եք, դուք նման ձևով եք զգում։ Խնդրեմ։ Ես ընդհանրապես Երևանում եմ, ամեն օր աշխատում եմ, կարող եք զանգել, ժամպայմանավորվել, այցելել։ Եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Երբ որ զանգեք, ես ձեզ կոնկրետ իմ տան հասցեն կբացատրեմ։
Տվեք ձեր հարցերը, տվեք ձեզ հետաքրքրող հարցերը։ Ինչ բարև ձեզ, անընդհատ մարդիկ միանում են, սիրելիներս, հիմա չեմ նայում տարեքարտերով, հիմա որոշել եմ ու եթերում պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին։ Բարև ձեզ, ձեր երազների մասին, ձեր խնդիրների մասին, ձեր տագնապների մասին, ինչ խնդիրներ ունեք, ես ձեր այդ հարցերի մասին պատասխան կտամ։ Բարև ձեզ։ Այո, կարող եմ։ Ընդհանրապես անհրաժեշտ է նայեմ տեսնեմ ինչն է ձեր բաժանության պատճառը եւ այդ դեպքում երբ որ տեսնեմ խնդիրը կկարողանամ ձեզ օգնել, անպայման դիմեք։ Եթե ձեր տան մեջ վիճաբանությունները շատ են եւ այդ վիճաբանությունները հիմնականում սիրելիներս անտեղի են, դուք զգում եք, որ այդ վիճաբանությունը ոնց որ անտեղի տեղը անընդհատ լարված միջավայր է, դա հնարավոր է, որ ինչ-որ նեգատիվ կա, կամ տան վրա, կամ ձեր վրա, ձեր ընտանիքի վրա, որի պատճառով ձեր բոլորի մեջը էներգիայի բացակայություն է եւ դուք այդ վիճաբանության պատճառով մեկը մեկից խլում եք ձեր կենսական էներգետիկան, բայց չեք ավելացնում։ Դրա պատճառով քանի գնալու է այդ վիճաբանությունները ավելի շատանալու է։ Առաջ հնարավոր է ամիսը մի անգամ էր վիճաբանությունը, հիմա կլինի շաբաթվա մեջ 10 անգամ, օրվա մեջ 10 անգամ։ Դրա համար դիմեք, տեսնենք ինչն է ձեր այդ նեգատիվ իրավիճակի պատճառը, որպեսզի կարողանաք դուրս գալ։ 100% հնարավոր է, որ դա թուղթուգրի կամ անեծքի արդյունք լինի, որի պատճառով տան մեջ մեկը մեկից խլում են իրենց էներգետիկան։ Իմ WhatsApp-ի հեռախոսահամարը TikTok-յան բոլոր տեսահոլովակների տակը գրված է։ Իմ հեռախոսահամարը իմ TikTok-յան ալիքի տակը գրված է, YouTube-յան ալիքներից տակ գրված է, կա իմ հեռախոսահամարը իմ բոլոր ալիքներում։ Գրեք, որպեսզի նորից պատասխանեմ, տեսնեմ ինչ եք գրել։ Բարև ձեզ։ Պատասխանում եմ ձեր բոլորին հետաքրքրող հարցերին։ Գրեք ձեր հարցերը։
չեմ նայում, տարոք հարցերով չեմ նայում, ձեզ հետաքրքրող հարցերին եմ պատասխանում։ Խնդրեմ, ես էլ ձեզանից եմ շնորհակալ։ Չեմ նայում, ես հիմա չեմ նայում, ես ձեզ հետաքրքրող հարցերին, երազներին, ձեր կյանքի մեջ տեղի ունեցած իրավիճակների մասին եմ խոսում, ձեր խնդիրների մասին եմ խոսում, հիմա չեմ նայում տարոք հարցերով, կան օրեր հատուկ, որ մտնում եմ նայում եմ տարոք հարցերով, հիմա ձեր հարցերին եմ պատասխանում, Իհարկե, երբ որ ինձ դիմեք, ես որ նայեմ կտեսնեմ, դուք համատեղելի եք, թե ոչ, նայում եմ, ձեր աստղային քարվեզի մեջ երևում է, դուք համատեղելի եք, թե ոչ, համատեղելի եք կասեմ, ոչ համատեղելի եք նույնպես կասեմ, անպայման պետք է դիմեք, կշերք, Այսպես չի կարելի, պետք է երկուսիդ աստղային քարեզը տեսնեմ, երկուսիդ մատրիցան նայեմ, նոր կասեմ, համատեղելի եք, թե ոչ։ Ակտիվ եղեք, ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանում եմ, սիրելիներս։ Ակտիվ եղեք ձեր նվերներով, ձեր լայքերով, նաև ձեր հարցերով։ Բարև ձեզ, սիրելի լսողներ, սիրելի ուղդիրներ, այսօր ես չեմ տալիս տարոք հարցերով կանխագուշակություն, այսօր ես պատասխանում եմ ձեզ հետաքրքրող հարցերին, երազների, պայծառատեսության, տիեզերքի, էզոտերիկայի, էներգետիկայի մասին, եթե ինչ-որ նման հարցեր ունեք, դիմեք, ես այդ հարցերին կպատասխանեմ։ Նորից բարև ձեզ, ակտիվ եղեք, տվեք ձեր հարցերը, ձեզ հետաքրքրող հարցերը, ձեր կյանքի մասին, ձեր տարածքի մասին, ձեր էներգետիկայի մասին, ձեր երազների, ձեր վախերի, ձեր խնդիրների, ձեր պրոբլեմների մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուղիղ եթերում պատասխանում եմ ձեզ հետաքրքրող հարցերին։
ոչ թե նայում եմ հիմա տարող քարտերով կանխագուշակություն եմ կատարում, այլ պատասխանում եմ ձեր կոնկրետ հարցերին, ձեր երազների, ձեր վախերի, ձեր խնդիրների, ձեր պրոբլեմների մասին։ Ես արդեն հուլիս ամսվա ձայնագրությունները տեղադրել եմ, կարող եք մտնել և յութուբյան ալիք, և տիկտոկյան ալիք և այդ ձայնագրությունները տեսնել։ Զբաղվում եմ նաև վետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է, իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսահոլովակի միջոցով։ Հիմա լավը չէ էֆիրը։ Շնորհակալություն։ Տվեք ձեզ հետաքրքրող հարցերը, ձեր էներգետիկայի, ձեր մտքերի մասին, տվեք հարցերը ձեր երազների մասին, ձեր դեպրեսիոն խնդիրների մասին, ձեր պրոբլեմների մասին։ Իհարկե ես գումարով եմ աշխատում, իմ ծառայությունը վճարովի է, ձեր բոլորի աշխատանքները հսինքյան վճարովի է։ Ես աշխատում եմ առանց վճարի այն մարդու հետ, ում գտնում եմ հարմար ինքս։ Կպատասխանեմ, գրել եք, ես կմտնեմ, ձեզ անպայման կպատասխանեմ անձնականով։ Բարև ձեզ։ Տվեք ձեզ հետաքրքրող հարցեր էներգետիկայի, երազների, պայծառատեսության, տիեզերքի, կյանքի, բարև ձեզ։ Տվեք ձեր հարցերը, ես ձեր հարցերի պատասխանեմ։ Ընդհանրապես, սիրելիս, եթե մարդու մոտ անհանգստություն է լինում, վախեր, տագնապի զգացողություն է լինում, դա երբեք անկապ տեղը չի լինում։ Դա ցույց է տալիս, որ այդ մարդու վրա կարող է լինի նեգատիվ էներգիայի գործողություն, որի պատճառով ինքը չի կարողանում իրեն կենսական էներգետիկան կարգավորել, դրա պատճառով ինքը վախերի մեջ է, ինքը խնդիրների մեջ է, անքնություն է, դեպրեսիա է։ Պետք է անպայման նայենք, տեսնենք, թե ինչ է կատարված այդ մարդու վրա, որպեսզի այդ մարդու մաքրենք եւ ինքը դուրս գա այդ վիճակից։ Երազում միշտ երեխա եք տեսնում։ Ընդհանրապես երեխան այդքան էլ լավ բան չի երազում։ Երեխան նեղություն է, դժվարություն է, հնարավոր է ինչ-որ խնդիրներ կա, որ դուք պետք է այդ խնդիրները հաղթահարեք։ Ոչ
Ոչ ես միայն օնլայն չեմ աշխատում, ես այցելուներ նույնպես ընդունում եմ։ Տվեք ձեր հարցերը, ձեր հարցերի պատասխանեն։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Հետաքրքրող հարցեր, պայծառատեսությունից, էզոտերիկայից, կանխատեսումից, երազներից, աստղային քարտեզներից, թվաբանական քարտեզներից, աստղային մատրիցաներից, ձեզ հետաքրքրող ինչ հարցեր կան, ձեր վախերից, խոսեք, որպեսզի ես էլ ձեր այդ հարցերին պատասխանեմ։ Խնդրեմ։ Հնարավոր է, հնարավոր է։ Սիրելի Սոնա, պետք է անպայման ձեզ նայեմ, որպեսզի տեսնեք դուք երեխա երբ կունենաք։ Այսպես չէ, անհատական դիմեք եւ ես կնայեմ, երբ կունենաք թե ոչ, եթե չունեք, ինչն է պատճառը։ Պետք է անպայման անհատական նայեմ։ Սիրելի Սոնա։ Դարապես մատրիցայի մեջտեղը 11-ը նշանակում է, որ դուք 11-րդ տան մեջ եք ծնված։ Դե պետք է ընդհանրապես քո ամբողջ մատրիցան ես քեզ բացատրեմ, իսկ դա երկար ժամանակ է տևում։ Մատրիցան կարդալու համար մարդուն ոտարվապես քանի օր նայում հաշվում ես ու նոր կարդում ես։ Տվեք ձեր կոնկրետ հետաքրքրող հարցեր, ձեր երազների, ձեր վախերի, ձեր պրոբլեմների։ Այո, WhatsApp կա, համարս կա, իմ սայթերիս մեջ իմ համարը կա։ Փառք Աստծո, թող Աստված ձեր փոքրիկին երջանկություն տա ձեզ նույնպես, թող Աստված ձեր հետ լինի։ Փառք Աստծո։ Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, եթե ինչ-որ խնդիրներ ունեք, պրոբլեմներ ունեք, հարցեր ունեք, ձեր տան վերաբերյալ, ձեր երազների, ձեր վախերի, ձեր ներքին տագնապների մասին, այդ հարցերը տվեք, ես ձեր այդ հարցերին կսկսեմ պատասխանել։
Բարև ձեզ։ Տարաբեսիդը հոկտեմբերի 22-ին եք ծնվել, դուք համ կարեջի, համ կշերկի հատկություն ունեք։ Եթե մարդիկ ծնվում են գարասկոպի կետանագերբի նշանների սահմանային մասում, իրենք և երկու կետանագերբի նշանների հատկություններն էլ ունեն։ Շնորհակալություն։ Տվեք ձեր հետաքրքրող հարցերը, ինչ խնդիրներ ունեք, ինչ պրոբլեմներ ունեք, ինչ վախեր, ինչ տագնապներ, ինչ երազներ, ինչպիսի էներգետիկա, տվեք ես ձեր այդ հարցերին պատասխանեմ։ Այսօր չեմ նայում, սիրելի Աննա, այսօր ուղղակի ձեզ հետաքրքրող հարցերին եմ պատասխանում։ Հետո կմտնեմ ուղի հետը, արդեն կսկսեմ ձեր անձնականը նայել, ձեր հարցերին պատասխանել։ Ստիպում եք, որ արդեն նայեմ։ Տեսնենք վաղը քնություն ունեք, կարողանաք 20 միավոր հավաքել, թե ոչ։ Տարապես ձեր թեմա հաջողություն է, դուք կստանաք ձեր համապատասխան միավորը, ձեր քնությունը լավ կհանձնեք։ Ձեր բնակարանի հարցը երբ կլուծվի։ Ցույց է տալիս, որ ձեր բնակարանի հարցը ընկած է նեգատիվի մեջ և մոտակա ժամանակահատվածում հնարավոր է չլուծվի։ Անպայման մաքրեք, կա նեգատիվ, ոչ չի թողնում, որ դուք ձեր սեփական տանիքը ունենաք։ Կոնկրետ հարցեր տվեք, որպեսզի ձեր հարցերին կոնկրետ պատասխանեմ։ Քսանինը տարեկան Սարգիս վախեցած։ Ընդհանրապես Սարգիս ջան, պետք է ձեր վախը ձեր վրայից մաքրել, որպեսզի դուք խնդիրների առաջ չկանգնեք։
Անպայման դիմեք մասնագետի, կարող եք եւ ինձ դիմեք, կարող եք եւ ուրիշ մարդու դիմեք, անպայման ձեր այդ վախերը ձեր վրա այս մաքրեք, որպեսզի խնդիրներ չունենաք, ավելի մեծ բարդությունների առաջ չգտնեք։ Կոնկրետ հարցեր տվեք։ Մայրան 21 տարեկանը տարապես ձեր անձնական կյանքի մեջ լավ դրական փոփոխություններ են ցույց տալիս, սիրելի Մայրան, ձեր անձնականի մեջ լավ փոփոխություններ, ուրախություն եւ հաջողություն են ցույց տալիս։ Տվեք կոնկրետ հարցեր, ոչ թե 38 տարեկան անձնական, այլ ձեր անձնականի մեջ ձեզ ինչն է հետաքրքրում։ Մերի 19 տարեկան, տեսնեք անձնական կյանքի մեջ փոփոխություններ կլինեն, թե ոչ։ Մերի 19 տարեկան, ընդհանրապես ցույց է տալիս, որ այդքան անձնական կյանքի մեջ կամ գործնական ֆինանսական կյանքի մեջ այս տարի փոփոխություն կլինի, իսկ անձնական կյանքի մեջ առայժմ այդպես կոորդինատային փոփոխություններ չի լինի։ Այս կանը սիրելիներս այսօր ինձ դիմեք, ես հեռախոսահամարներս գրած կա, ամեն ինչ կա, դուք կարող եք մտնել իմ TikTok-յան ալիքներ եւ գտնեք իմ հեռախոսի համարը, գրեք իմ անձնականը եւ ես ձեր բոլոր իմ անձնական սայթերի վրա, էջերի վրա գրեք կպատասխանեմ։ Ուղարկեք ձեր լայքերը, ուղարկեք ձեր նվերները, իմ կատարած աշխատանքի դիմաց։ Այս կանը սիրելիներս